Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման հանրային կապերի պատասխանատու իմ լավ գործընկեր Դավիթ Սարգսյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն սիրելի Այրինա, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ մեծ շնորհակալելու համար։ Խոսենք երեք տեղի ունեցած գործողություններից, մասնավորապես Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ կապված 2 ամսով նա կալանավորվեց, մեղադրանք է առաջադրվել, իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ իշխանական լիազորությունների օգտագործմամբ Ավետիք Չալաբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ծայրիծայր սուտ է համարում։ Այս գործողություններին ունեք բացատրություն, դեպ ասում են, որ պատրաստ էր, որ գնալու են իրեն եւ ձերբակալեն, այսինքն կասկածանքներ կար գոնե այս առումով, որ իրեն էլ է հերթ հասնելու։ Մենք Ավետիքի հետ այդ մասին ամեն օր ենք խոսում, մինչև ընտրությունների օրը մեր կանխավարկած այն էր, որ եթե հանկարծ ընդդիմությունը պարտվի, ապա ռեակցիան ուժ գնանալու է, բռնաճնշումները խորանալու են եւ տասնյակ քաղաքական գործիչներ հայտնվելու են բանտերում։ Ընդդիմությունը պարտվեց, բայց իշխանությունն էլ չի հաղթել։ Պետք է արձանագրել, որ սա անհասկանալի իրավիճակ է եւ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ որևէ ուժ, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը գոհ չէ ընտրությունների արդյունքից։ Եվ հունիսի 8-ից սկսած, երբ արդեն ձայների հաշվարկը ավարտվել էր եւ աճպարարությունները թվային տարբեր արվել են ԿՀ-ում, մանդատագողություն տեղի ունեցավ հունիսի 14-ին եւ դրա պայքարի առաջին շարքերում Հայ-Ակվեն էր, մեզ համար ակնհայտ էր, որ Հայ-Ակվեն գլխատելու փորձ է արվելու Ավետիք Չալաբյանի դեմ հերթական շինծու քրեական գործն է կարվելու եւ նրան փորձելու են մեկուսացնել։ Առհասարակ ցանկացած համակարգ կազմալուծելու, կազմաքանդելու, պարալիզացնելու առաջնային պայմանը այդ համակարգի ղեկավարին, գլխին մեկուսացնելն է, որից հետո արդեն համակարգը հայտնվում է իր համար անբնական վիճակում։ Բայց Հայ-Ակվեն ինստիտուցիոնալ փորձ ունեցող արդեն 3.5 տարվա պատմություն ունեցող նախ քաղաքացիական նախաձեռնություն ապա միավորում է, մեր անդամների շարքերը կուրեն եւ մարդիկ իրենց գործի պրոֆեսիոնալներ են եւ գիտնականներ կան եւ զինվորականներ կան, ակադեմիականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը իր գործից գլուխ է հանում ու նաեւ շատ բարձր քաղաքացիական գիտակցություն եւ պատրաստվածություն ունի եւ բոլորիս կռիվը մեկն է, բոլորիս նպատակը մեկն է։ Վաղը ժամերան սահմանադրական դատարանում քննվելու է 7 կուսակցությունների մեկ վարույթի մեջ միավորված դիմումը, որով պետք է փորձեն առնվազն վերադարձնել Բարգավաճ Հայաստանին հասանելիք մանդատները, իսկ միգուցե նաև անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները առհասարակ։ Թեև ես ինքս խիստ կասկածամիտ եմ եւ կարծում եմ, որ ՍԴ-ն վերջնականորեն կդակի ԿՀ-ի որոշումները եւ այդ դեպքում արդեն խորհրդարան գնալն էլ մեծ հաշվով իմաստ չի ունենա ընդդիմության համար, բայց բոլոր գործիքները պետք է օգտագործել, պայմանականորեն ասած բոլոր փամփուշտները պետք է կրակել։ Իսկ ինչ վերաբերում է քաղբանտարկյալների թեմային եւ իմաստնավորի։ Դե Փաշինյանը այդ ՍԴ վաղվա որոշման հետ կապված, նիստի հետ կապված ասում է, որ ինքը ձեռնպահ է մնում, ԿՊ-ն երրորդ կողմ է որպես ներգրաված եւ իրենց առարկությունները կներկայացնեն, բայց ասում է, որ ժողովուրդն է այդ լեգիտիմությունը որոշում եւ ժողովուրդը որոշել է արդեն։ Եթե Փաշինյանը ձեռնպահ մնար սահմանադրական դատարանի հետ կապված որևէ ընթացակարգից, ապա 2021 թվականի դեկտեմբերին չէր գնա սահմանադրական դատարան եւ խորհրդակցություն անցկացնի սահմանադրական դատարանի դատավորների հետ։ Եթե նա ձեռնպահ մնար սահմանադրական դատարանի գործերի միջամտելուց, ապա իր կուսակցական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին չէր գործողի այնտեղ որպես դատավոր։ Եթե ձեռնպահ մնար, ապա Արտակ Զեյնալյանի ու Սեդա Սաֆարյանի պես ուղն ու ծուծով քաղաքականացված անձանց չէր ուղարկի ՍԴ։ Եվ ի վերջո, եթե ձեռնպահ մնար, այսօր ԿՀ-ի նախագահի պաշտոնում հայտնված Վահագն Հովակիմյանի ձեռամբ 2020 թվականի ամռանը չէր նախաձեռնի հակասահմանադրական փոփոխություն անցումային դրույթներում մայր օրենքի, որի միակ նպատակը, ինչպես հիշում ենք, այն էր, որ ազատվեին իրենց համար անցանկալի դատավորներից, նախ եւ առաջ այն ժամանակ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, նրան ուղարկելով նախ դատավոր, իսկ ամիսներ առաջ նաեւ կասեցնելով փաստորեն նրա պաշտոնավարումը եւ դուրս հրավիրելով նրան սահմանադրական դատարանի շենքից։ Եվ այն օպերացիան, որը մենք պայմանականորեն անվանեցինք սահմանադրական դատարան, կյանքի կոչվեց եւ ավարտվեց 44 օրյա պատերազմի օրերին։ Արման Դիլանյանը սահմանադրական դատարանի նախագահ է կարգվել 44 օրյա պատերազմի օրերին եւ այն դատավորները, որոնք պիտի լինեին այդ դատարանում, օրինակ Ալվինա Գյուլումյանը, որպես սահմանադրական դատարանի փոխնախագահ, այսօր այնտեղ չէ։ Ապօրինաբար կասեցված է նրանց բոլորի գործունեությունը։ Սահմանադրական դատարանում օրինակ այդ հարցերը պետք է տալ։ Դուք ինչ գործ ունեք այդտեղ։ Վլադիմիր Վարդանյան, դուք 3 ամիս առաջ ԿՊ-ի
մանդատով, այսինքն ՔՊԱ-կան որպես կարկառուն ներկայացուցիչ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ եք, դուք այդ ինչպես մեկ օրում դարձաք չեզոք։ Բայց նա վաղվանիստը չի քննելու ամեն դեպքում։ Այս հարցում ընդառաջում եղել է։ Վլադիմիր Արտակ Վարդանյանը Զեյնալյանը եւ Արտակ Զեյնալյանը սահմանադրական դատարանի որոշմամբ են հենց բացասվել այդ կազմից, բայց օրինակ Սեդասաֆարյանի հարցով այդ որոշումը չի կայացվել։ Բայց միայն նրանց չի վերաբերում, այդտեղ այլ անձինք էլ կան։ Զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Նայենք նրա կենսագրությանը, Արթուր Վաղարշյան, Հովակիմ Հովակիմյան, հենց ինքը դատարանի նախագահ կոչվող անձը եւ այլք։ Այնտեղ միայն մեկ դատավորի, կարծես թե Երվանդ Խունդկարյանի մասին կարելի ասել, որ նա միգուցե եւ վերապահումով մոտենա վարչախմբի կողմից թելադրվող կամ ցանկալի որոշմանը, միգուցե հատուկ կարծիք գրի, բայց մնացած գրեթե բոլորի մասին կարելի ասել, որ նրանք այս կամ այն փուլում իշխանության կողմից կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու նպատակով սահմանադրական դատարանում նշանակված դատավորն են։ Հիմա դուք կապում եք Ավետիք Չալաբյանի կալանավորումը վաղվա նիստի հետ, կարծում եք փոխկապակցված են այս ամենը։ Ես կարող եմ ընդհանուր առմամբ արձանագրել, որ Ավետիքին մեկուսացնելու նպատակը Հայաստանում Ալիևյան սահմանադրության անխոչնդոտ ընդունելու փորձն է։ Այսինքն վարչախումբը ամեն ինչ անում է, որ իր հիմնական քաղաքական ընդդիմախոսներին լրացնի եւ մեկուսացնի, որ կարողանա անարգել, փորձի անցկացնել Ալիևյան սահմանադրությունը, ինչը պետք դրա համար։ Պետք է որ միտք արտադրող մարդիկ, քաղաքական միտք գեներացնող անձինք մեկուսացված լինեն։ Արմեն Աշոտյանը, Անդրանիկ Թևանյանը, Դավիթ Ղազինյանը, ավելի վաղ նաև մեր զորահրամանատարներից, ասենք Կանդազը կամ Աշոտ Երկաթը, քաղբանտարկյալները տասնյակ են, մենք նրանց անունները արդեն ամբողջապես չենք էլ հիշում, 4 սրբազանները, որոնց մի մասը դեռևս տնային կալանքի տակ է, այս բան երբ մենք զրուցում ենք Միքայել Սրբազանի վերաքննիչ դատարանի ակտին ենք սպասում եւ տեսնենք թե ինչպիսին կլինի իրենց ակտը եւ այլն, եւ քանի որ քաղաքական ընդդիմախոսներին լրացնելու, ճնշելու հետևողական գործելակերպ է, պետք է հասկանալ թե ինչ կա դրա հետևում։ Դրա հետևում Ալիևյան սահմանադրության եւ Հայաստանի երրորդ հանրապետությունը քայքայելու, ինչ որ քիմերային, անհասկանալի 4-րդ հանրապետություն ստեղծելու, իրականում Հայաստանի հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կազմալուծելու հետևողական փորձն է։ Եվ ինչ կարող են իրենք անել։ Իմ մեծագույն մտավախությունը այն է, որ ունենալով մանդատագողության հաշվին ձեռք բերված ազգային ժողովում 3/5 մեծամասնություն, ոչ սահմանադրական 2/3, բայց 3/5, իրենք կարող են փոխել սահմանադրական օրենքները։ Իսկ հանրաքվեների մասին օրենքը սահմանադրական օրենք է, որով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի կամ ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծ կարող է ներկայացվել միայն ազգային ժողովի 2/3 հավանության դեպքում։ Իրենք այդ դրույթը ունենալով 3/5 կարող են փոխել, այսինքն հանրաքվեների մասին սահմանադրական օրենքը փոխել այնպես, որ սահմանադրական փոփոխության նախագիծ ներկայացնելու եւ դա հավանության արժանանալու համար այլևս 2/3 անհրաժեշտ չլինի, անհրաժեշտ լինի նույն 3/5-ը, որը իրենք ունեն 64 մանդատ։ Այնպիսի աճպարարություն, ինչպես արեցին մոտավորապես 2020 թվականին, քիչ առաջ հիշեցրի, Վահե Գրիգորյանը անիմաստ չէր, չէ՞, այդ երկար տեքստերը ասում բառախաղերով հիմնավորելով, թե իբր անդամը եւ դատավորը տարբեր հասկացություններ են։ Ես կարծում եմ, որ Չալաբյանին եւ քաղաքական մյուս ընդդիմախոսներին մեկուսացնելու, նրանց լրացնելու փորձերը հենց սրան են միտված, որ Ալիևի դժգոհությունը Փաշինյանի կողմից ձայների 2/3 չունենալու հետ կապված պարպվի եւ փոխհատուցվի հենց սրանով, այսինքն ընդհանուր առմամբ պետք է լրացնել քաղաքական դաշտը, այն բոլոր առողջ ձայները, որոնք հնչում են մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում, եւ դրա փոխարեն բերել բացառապես ադրբեջանական խոսույթ։ Եվ Փաշինյանը իր վերարտադրությանը հաջորդած խորհրդարանական առաջին հարցու պատասխանում իզուր չէր վրթովվում, դա մատնում էր իրեն, երբ ասում էր, չհասկացա, այս Հայաստանում 500,000 հայ կա, որ քվեարկում է Արցախի կամ ծովից ծով Հայաստանի համար, այդ իր մեջի փոքրիկ Ալիևն էր վրթովում, ոչ թե ինքը, որովհետև Ալիևը ըստ ամենայնի Հիկմետ Հաջիևի միջոցով, որ Դիլիջան էր եկել, բարկացել է իր վրա, ասելով չհասկացա, դու խոստացել ես ռևանշը արմատախիլ անել։ Կարծես թե հայ ժողովրդի մեծամասնությունը չի ուզում այդ ռևանշի գաղափարից հրաժարվել եւ հիմա ձեռք-ձեռքի տված, որպես երկու եղբայր, պիտի փորձեն քաղաքական ընդդիմախոսներին լրացնելով այդ ռևանշը արմատախիլ անել, բայց չեն հաջողելու։ Ինչու է վստահ, որ չեն հաջողելու։ Որովհետև իրենք եւ որևէ մեկը չի կարող հաղթել հայ ժողովրդի մեծամասնությանը։ Փաշինյանը շատ ծանր եւ դառը դաս ստացավ այս ընտրություններով։ Հայ ժողովուրդը իրեն չի ընտրել հունիսի 7-ին, նույնիսկ ԿՀ-ի կողմից այդքան կեղծարարությունների, աճպարարությունների
թվանկարչության հետևանքով ստացված պաշտոնական տվյալով նա ձայների 49.7%-ն է ընդհանրապես ստացել։ Հիշենք, որ 21 թվականին 53.9%-ն էր ստացել, թեև այս անգամ մոտավորապես 200,000 ավել մարդ է գնացել քվեարկության եւ մասնակցել։ Էլ չասած այն մի քանի 100,000 ձայնը, ավելի քան 250,000-ը, որոնք ընդդիմադիր ձայներ են, բայց փոշիացել են 13% ընդհանուր առմամբ ձայների եւ չեն անցել խորհրդարան։ Եվ այս ամբողջ կոնֆիգուրացիայի մեջ Փաշինյանը տեսնում է, որ որքան էլ վարչական ռեսուրսով, որքան էլ բիրտ ուժային մեթոդներով, որքան էլ մարդկանց պատերազմի սպառնալիքով ահաբեկելով ինքը փորձում է մի քանի 100,000 ձայն կորզել, ինքը հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունի։ Եվ եթե 2021-ից հետո շատերս ասում ենք, որ Փաշինյանը միգուցե լեգալ է, բայց լեգիտիմ չէ, որովհետև չի կատարել կառավարության ծրագիրը, իսկ դա լեգիտիմության հիմքն է, սեփական խոստումների կատարել չկատարելը, ապա հիմա Փաշինյանը ոչ լեգալ է, ոչ էլ լեգիտիմ։ Նա լեգալ չէ այլևս, նա Հայաստանի ժողովրդին ներկայացնելու իրավունք չունի։ Նա Հայաստանի դրոշի տակ Հայաստանի Հանրապետության որպես պետության անունից հանդես գալու իրավունք չունի։ Եվ ես չեմ ասում արդեն այն մասին, որ 21-26 թվականների կառավարության ծրագիրը, որը օրենքի ուժ ունի, նա ամբողջությամբ չի կատարել, ավելին, ճիշտ հակառակն է արել։ Հիմա էլ բնականաբար ինչ խոստացել է չի կատարելու։ Արդեն իսկ տեսեք կառավարության նիստերին ինչեր է խոսում։ Դե բայց փաստորեն հաջողվել ամեն դեպքում վերընտրվել թեկուզ ձեր ասած մեթոդներով եւ ինչն է իրեն խանգարում, որ շարունակի պաշտոնավարել եւ այն ծրագրերն էլ, որ ստանձնել է, պարտավորություններն էլ կատարել։ Իրեն խանգարում է պաշտոնավարել հայ ժողովրդի հավաքական կամքը, որը այս պահին միգուցե որոշակի անհուսության մեջ է պայմանավորված նրանով, որ այլ ակնկալիք կար ընտրություններից, բայց կրկնում եմ Փաշինյանը ինքն էլ այդ այլ ակնկալիքը ուներ։ Ինքը կարծում էր, որ անխոչնդոտ պիտի ստանա ոչ թե որակյալ, այլ սահմանադրական մեծամասնություն, ինչպես 21 թվականին։ Նա դա չստացավ։ Եվ հիմա, այո, իր համար խնդրահարույց է նախ եւ առաջ իր փաստացի տիրոջ Իլհամ Ալիևի հանձնարարությունների ճշգրիտ կատարումը։ Այդ հարցում նա հայ ժողովրդի Այսինքն նույնիսկ հանրակրվեի եթե դրվի սահմանադրություն, սա եւս խնդիր է, կարող են մարդիկ չընտրել։ Այդ հանրակրվեն չպետք է կայանա, մենք բոլորս պիտի ամեն ինչ անենք, որ այդ հանրակրվեն ընդհանրապես տեղի չունենա։ Ինչու՞։ Ոմանք կարող են պնդել, որ այդ հանրակրվեն կարող է եւ լինել եւ հայ ժողովուրդը պետք է գնա եւ ոչ ասի Ալիևյան սահմանադրությանը։ Այդ հանրակրվեն իր ցանկացած ելքով եւ այո եւ ոչ, արդեն իսկ աղետ է մեր ժողովրդի համար։ Ես լավ պատկերացնում եմ, թե հանրակրվե նշանակվելու դեպքում ինքը ինչպես է վարելու քարոզչությունը։ Յուրաքանչյուր ոհկով կգնա եւ ոչ կասի պատերազմ է ուզում եւ այլն։ Դրա համար իրեն այդ հնարավորությունից պետք է զրկել։ Ալիևյան սահմանադրության հանրակրվե Հայաստանում չպետք է տեղի ունենա եւ մեր պայքարի ընկերները, տասնյակ քաղբանտարկյալները, որոնք այս պահին կալանավորված են, նույնիսկ իրենց բանտային հորդորներով, նամակներով, ուղերձներով են մեզ գոտեպնդում, որ շարունակենք պայքարը իրենց ֆիզիկական ժամանակավոր բացակայությամբ, բայց փորձենք ամեն ինչ անել, որ խափանվի թշնամական պետության կողմից գրված սահմանադրության ընդունումը, որտեղ չի լինելու հղում անկախության հռչակագրին, որտեղ չի լինելու եկեղեցու մասին դրույթ, որով փոխվելու են մեր պետական խորհրդանշանները, նախ եւ առաջ մեր զինանշանը, որով Հայաստանը որպես ազգային պետություն դադարելու է գոյություն ունենալուց։ Ի վերջո մեր պետության հիմքում դրված են Հայաստանի անկախության հռչակագրի 12 դրույթները, որոնք ընդունվել են բացառիկ կոնսենսուսային սկզբունքով 100% ձայների հարաբերակցությամբ 12-րդ գումարման ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բոլոր падգամավորների միաձայնությամբ նույնիսկ կոմունիստ падգամավորներն էին խիստ ազգային դրույթներին կողմ քվեարկում եւ շատ ակնհայտ է որ հիմա վարչախումբը փորձում է այդ մեզ համար շատ կարևոր կենսական նշանակություն ունեցող փաստաթուղթը մեր պետականության հիմնադրույթները ամփոփող փաստաթուղթը իջիկ դարձնել, պատրել, նետել մի կողմ եւ ասել, որ իր համար ամենաբարձր նշանակություն ունի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ թույլ չտանք դա, խափանենք այդ ջանքերը եւ համաժողովրդական պայքար ծավալենք։ Դե դա անդիմության հիմնական շարքերի գործն է։ Այսինքն փողոցային պայքարով ինչպես։ Ձեր հարցի հասցեատերը կարծում եմ անդիմության առաջնորդներն են։ Ես ինչպես եմ պատկերացնում այդ պայքարը։ Բոլոր հնարավոր գործիքներով։ Այս պահին ես ինքս կողմ չեմ մանդատներ վերցնելու, որովհետեւ դրա ցավալի հետևանքը մենք տեսել ենք 5 տարի շարունակ, երբ անդիմությանը հետևողականորեն զրկել են իր նախագծերը առաջ մղելու հնարավորությունից, երբեմն ֆիզիկական հաշվեհարդար են տեսել, բայց այո, փողոցային շարժում գեներացնելով միաժամանակ առաջինից մինչև վերջին քայլը բոլոր քայլերը պլանավորելով, ոչ թե հենց այնպես աննպատակ մարդկանց փողոցներում պտտեցնելով, միաժամանակ դա համադրելով ինստիտուցիոնալ գործիքակազմի հետ, օրինակ անվստահություն, որ կարող է լինել միայն 2027 թվականի օգոստոսի 2-ից սկսած, որովհետև Փաշինյանը իր կառավարության առաջին 1 տարում իմունիտետ անձեռնմխելիություն է ունենալու։
Եվ կամ այլ գործիքներ։ Ես օրինակ բարբերաբար առաջարկել եմ, հիմա էլ առաջարկում եմ այսպես կոչված այլընտրանքային խորհրդարան ձևավորել, այսինքն չվերցնել մանդատները եւ բոլոր ընդդիմադիր ուժերը կապ չունի ընտրված թե ոչ, ասենք այդտեղ միասնության թևերը կարող է լինել, նոր ուժը կարող է լինել, ԱԺԲ-ն կարող է լինել, բոլոր նրանք, ովքեր իրենց տեսնում են այդ կոորդինացիոն խորհրդում, այդ հարթակում իրենց 100 հազարավոր ընտրողների համար ձևավորում են այլընտրանքային լրացուցիչ հարթակ եւ երկրում երկիշխանություն են ձևավորում, ասելով, որ իրական ժողովրդական կամքը արտահայտվում է այստեղ, ոչ թե խորհրդարանում։ Իսկ այս խորհրդարանը 9-րդ գումարման ազգային ժողովը դերևս չի էլ սկսել իր աշխատանքները, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ինքը մեր ժողովրդի կամարտահայտությունը չի ներկայացնում։ Այդ կամարտահայտությունը փլուզվել է հունիսի 14-ի ԿՀ-ի որոշմամբ, երբ մարդիկ 3 տեղամասերի վերաքվեարկություն չեն նշանակել, միաժամանակ անվավեր համարելով դրանց արդյունքները։ Այսինքն նույն տրամաբանությամբ, եթե դու 3600 ընտրողի կամարտահայտություն պատրում դենես նետում, դու կարող ես, երբ որ ասում են, որ ամեն մեկի ձայնը կարևոր է եւ այդ մեկ մարդը դու ես, խրախուսում է իր գնալ եւ մասնակցել ընտրություններին եւ հետո փաստորեն պարզվեց մենք քվեականների ձայներն են կարևոր։ 17000 անվավեր քվեաթերթիկ է եղել, ինչը բացառիկ թիվ է։ Հետո պիտի պարզվեր, վստահված անձինք պիտի ասեին, որ ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովների քվեական անդամները, օրինակ 3-րդ կամ 17-րդ համարի քվեաթերթիկները, խոսքը Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների մասին է, այնպես էին հանում ծրարից, որ մի քիչ ճղվեր, պատրվեր, անվավեր դառնար եւ այդպես հազարավոր ձայներ կարող են փոշիացած լինել այս ընթացքում։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ասացին, որ ավելի քան 30,000 քվեի անհամապատասխանություն կա ստորագրված ցուցակների եւ քվեաթերթիկների միջեւ, այսինքն 30,000 ավել քվեաթերթիկ կա եւ այդքան պակաս ստորագրություն։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք վաղը մեկնարկելիք Սահմանադրական դատարանի նիստում պարտադիր պետք է քննարկման առարկա դառնան։ Իդեպ ասում են, այսպես իրավիճակ չի եղել, որ եւ ընդդիմությունն է ասում, որ կեղծվել են ընտրությունները եւ իշխանությունն է ասում, դե Փաշինյանն ասում է, որ ընտրակաշառքով են գնացել եւ մասնակցել ընտրություններին, եթե անգամ այդպես է, ինչպես ինքն է, կամ այդպես է նա հավատում է ամեն ինչին, ինչու նորից ընտրություններ չի ուզում որ տեղի ունենան։ Փաշինյանը այդ մի բանը ճիշտ է ասում, որ սրանք ընտրակաշառքային ընտրություններ են եղել, բայց այդ ընտրակաշառքները միայն իրենք են բաժանել։ Եվ այդ ընտրակաշառքները հիմա հերթով կարող ենք թվարկել։ Նախ հիշենք, որ փետրվարի սկզբին Հանրապետության նախագահ կոչվող անհասկանալի գոյացության կողմից, որ ասում են ըստ շշուկների կա, գոյություն ունի, ոչ ոք նրան չի տեսել, բայց ասում են նա կա։ Հիմա այդ անձը Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ընտրությունների օրվա մասին, իսկ դրանից հետո ընտրական օրենսգրքի կարգավորումները մտնում են ուժի մեջ, այսինքն դրանից հետո որևէ քաղաքական ուժ, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, բարեգործության, որևէ ֆինանսական խոստման, ոչ միայն ֆինանսական, ասենք օրինակ ներդրում կամ բարեգործություն, այլև դրա խոստում չի կարող տալ։ Նախընտրական ծրագիրը այլ բան, որ իրենց ընտրվելու դեպքում օրինակ որևէ ոլորտ ենթադրենք հարկերից կազատեն։ Բայց ինչ է արել Փաշինյանը։ Մարտ ամսին, իսկ ընտրություններից 3 ամիս առաջ, նա հայտարարել է, որ ի հակադրություն 2025 թվականի դեկտեմբերին ընդունված 2026-ի պետական բյուջեի, իրենք 10,000-ական դրամով բարձրացնում են մոտավորապես 500,000 կենսաթոշակառուների կենսաթոշակները։ Սրանից ավելի ցցուն ընտրախախտում եւ ընտրակաշառք չի լինում։ Եվ կամ երբ խախտելով հասարակական համակեցության բոլոր նորմերը, վարորդական իրավունքից խմացության պատճառով զրկված մարդիկ մոտենում են նրան ասելով, որ իրենք դժվարանում են նորից քննություն հանձնել, եւ ինքը ոտքի վրա որոշում է կայացնում, որ իրենք այլևս քննություն չեն հանձնի, կվճարեն եւ հետ կստանան իրենց վարորդական վկայականները բոլոր կարգապահ վարորդներից համար գլխացավանք դառնալով։ Ինչ է սա, եթե ոչ ընտրակաշառք։ Եվ խոսույթը այնպես է տարվում, այսինքն այնպես է ներկայացվում դա որպես երկնային մանանա, որպես բարիք, որ մարդիկ իրեն անձամբ դրա համար շնորհակալություն հայտնեն։ Ասենք մտնում է որևէ միայնակ կենսաթոշակառուի կամ տարեց մարդու տուն կամ մի ընտանիք, որտեղ նաև տարեց մարդ կա, ու ասում, ձեր թոշակը այսքանով բարձրացել է, չէ՞, ու սպասում, մինչև իրեն անձամբ շնորհակալություն կհայտնեն դրա համար, ասես մի երկնային շնորհ է ինքը մատուցել։ Եվ այդ 10,000 դրամը մեծ բան է փոխելու թոշակառուների կյանքում։ Այո, եթե հետևենք նրա քարոզչությանը այս ամբողջ նախընտրական շրջափուլում, այդ 1 ամիս շարունակված այդ սարսափելի բռնության կոչերի ատելության խոսքի մեջ, իր քաղաքական անդիմախոսներին ուղված, միակ բովանդակային բանը, որ նա ասել է, դա կենսաթոշակներ, արդեն հումորի են չէ վերածել, որ ափսոս ձեր տատիկը մահացել է, թե չէ բարձրացած կենսաթոշակ կստանար եւ այդպես շարունակ։ Դժվժիկի պատմություններ դառել։ Այո, հետեւաբար ընտրակաշառք այս ընտրություններին բաժանվել է լի ու լի, եւ այդ ընտրակաշառք բաժանողը եղել է բացառապես Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն։
Եվ նաև շատեր ընտրությունների ժամանակ քննադատվում իշխանության կողմից 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը եւ օրերս ԿՊ պատգամավորը քարտուղարը խմբակցության ասում էր, բա ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, բայց մենք տեսանք, որ Նախիջևանում փաստորեն կոնֆերանս տեղի ունեցավ, հայտարարություններ հստակհնչեցին պատգամավորների եւ փոխնախագահի կողմից եւ նաև սենատում են այդ հարցը ցանկանում քննարկել։ Հիմա Փաշինյանը այսօր անդրադարձել է այս գործընթացին, ասում է, որ հայելային է այս ամեն ինչը, որովհետեւ այստեղ էլ կան ուժեր, որոնք խոսում են եւ ասում են, պետք է Արցախի հարցը շարունակություն ունենա եւ ասում է հասկանալի է, որ նրանք էլ են լսում այս ամեն ինչը եւ արձագանքում են այս կերպ։ Այսինքն մեղավորը մենք ենք, որ Արցախյան հարցը ուզում ենք շարունակենք։ Ես 300,000 ադրբեջանցիներին դերևս չեմ տեսել, բայց ես մի քանի 100 ադրբեջանցու Հայաստանի Հանրապետությունում իշխանության վերնախավում արդեն իսկ տեսնում եմ։ Այն ամենը, ինչ խոսում են ԿՊ խմբակցության անդամները, կառավարության անդամները, թե ինչ հետևողականությամբ են պայքար մղում, օրինակ Ֆրանսիայի հրապարակում ծածանվող Արցախի դրոշի դեմ, երբ ամեն անգամ գիշերը գալիս հանում են այդ դրոշը։ Բերման ենթարկված 2 անձ կա։ Այո, Դաշնակցության, Հեմից, այսինքն բոլոր ազգային մտքերի եւ գաղափարների դեմ պայքարող։ Այդպես ադրբեջանցիներն են պայքարում։ Օրինակ Արցախի դրոշը ատում են մեկ ադրբեջանցիները, մեկ Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ ոչ մեկ Արցախի դրոշը չի ատում։ Չի փորձում ազատվել Արցախի դրոշից որպես սիմվոլ։ Եվ հետեւաբար խոսեց, ասած ինչ գործ ունի խորհրդանում Արցախի դրոշը, որ դրել են ընդդիմադիր պատգամավորներն իրենց սեղանին։ Իսկ ինչ գործ ունի Արագած լեռան պատկերը իր աշխատասենյակում։ Այդ ում մտահղացումն է։ Ով է որոշել սիմվոլների նման անհասկանալի հակադրություն անել։ Ով է որոշել օրինակ, որ Արագած լեռն է այսուհետ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն։ Այդ որ մի նախկին նախագահն է տարածքային պահանջներ ներկայացրել Թուրքիայի նկատմամբ, որ ինքն էլ մեծագույն մտավախություն ունի, որ Արարատ լեռան հիշատակումը կարող է թյուրըմբռնման տեղիք տալ Թուրքիայում։ Երբևէ Հայաստանի որևէ նախկին նախագահ հայաստանյան քաղաքական դաշտում արկա ոչ մարգինալ, որևէ ծանրակշիռ քաղաքական ուժ երբևէ խոսել է Թուրքիայի կամ ընդհանուր Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների մասին։ Ասում էր, որ Հայաստան դաշինքի առաջնորդը ասել է, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, ասում է, այս ամենը բոլորը լսում են եւ մենք պետք է կասեցնենք նման փորձերը։ Հերթական անգամ խեղաթյուրում է։ Ես գիտեմ Ռոբերտ Քոչյանի որ հայտարարության մասին ենք ասում, Քոչյանը նման բան չի ասել, բայց այստեղ որևէ անձի կամ նույնիսկ որևէ նախկին նախագահի խնդիր չի։ Մեր քաղաքական հասարակական քաղաքական դաշտում երբևէ չի եղել իրավունքով մեզ չպատկանող որևէ բանի տիրանալու կամ նույնիսկ վերադարձնելու խոսույթ։ Ընդհանուր այս նախընտրական քարոզարշավում քաղաքական ուժերից որևէ մեկը Արցախին վերատիրելու մասին չի խոսել։ Ավելին, արցախցիների վերադարձի իրավունքի մասին շատ զգուշությամբ են խոսել։ Ես հիշում եմ օրինակ քաղաքական վերադարձի մասին, որ հիմա իրատեսական չէ եւ այլն այդպիսի հայտարարություններ եղան։ Երբ Նարեկ Կարապետյանին մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցներում հարցրին, թե Արցախը որ պետության տարածք է համարում, նա հրաժարվեց այդ հարցին պատասխանելուց իր բնորոշմամբ ապագա բանակցային գործընթացը չխաթարելու համար։ Ես իհարկե նման զգուշավորություն չէի ցուցաբերի, բայց ես քաղաքական գործիչ չեմ։ Ինքը քաղաքական գործիչ է եւ ես հասկանում եմ նաեւ, որ այո, մի օր իշխանության գալու պարագայում այդ հայտարարությունները կարող են հիշեցնել, հո բոլորը Նիկոլ Փաշինյանի պես անպատասխանատու դեմագոգներ չեն, որ մինչեւ 2018 ամենավերջին չհիմնավորված պնդումները, բանսարկություններն ու զազրախոսությունները ասի, իդեպ նաեւ 18-ից հետո ու նաեւ այդ պատճառով է բարբերաբար, որ եւ քաղաքացիները եւ միջազգային հանրությունը եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ իրեն այսպես ասած պատին են դեմ տալիս։ Հիմա օրինակ իր դիրքորոշումը ԵԱՏՄ-ի հարցով որևէ մեկին Հայաստանում եւ աշխարհում հասկանալի է թե ոչ։ Ուղերձների այնպիսի բազմազանություն, որ վերջին մի քանի տարում տրվել է, տեսեք նույնիսկ չեմ ասում հապկի, այլ ԵԱՏՄ-ին անդամակցության կամ օրինակ Եվրամիության հնարավոր անդամության տեխնացուի կարգավիճակի մասին, այնպիսի իրարամերժ բաներ են ասել եւ ինքն իրեն հակասող եւ օրինակ ասեն Գևորգ Պապոյան, Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, բոլորին հակասող տարբեր իրարամերժ հայտարարություններ են արել։ Հիմա պատկերացրեք Երևանում հավատարմագրված որևէ դեսպանության ներկայացուցիչ կամ առավելևս օտար մայրաքաղաքներում սրանց լսող ինչ որ պաշտոնյայի դիվանագետի վիճակը, երբ փորձում է հասկանալ ինչ կա սրանց մտքում։ Իսկ սրանց մտքում միայն փողը կա, միայն հարստացումը կա եւ միայն Ալիևի շահերին ծառայելն ու սպասարկելը, ուրիշ բան չկա։ Այստեղ հարցը այն է, որ Փաշինյանը ներկայացնում է, որ քանի որ մենք խոսում ենք Ղարաբաղյան հարցի մասին, դրա համար էլ Ադրբեջանում խոսում են այստեղ գալու ապրելու մասին։ Արդյոք նման իսկապես կապ դուք տեսնում եք կամ արդյոք արդարացումներ չէ ամեն ինչը եւ նաեւ մեղավորությունը գցելու մեր վրա, որ
մենք պետք է չխոսենք, որ նրանք էլ չգան, այսինքն եթե մենք չխոսենք, նրանք չեն գալու, այսինքն այդ ծրագիրը արդեն կա, նրանք պետական քաղաքականություն է նրանց մոտ արդեն։ Ցանկացած մարդ, որը տիրապետում է ֆորմալ տրամաբանության հիմունքներին, շատ լավ գիտի, թե ինչն է պետք ինչի հետ համեմատել։ Չի կարելի անհամեմատելի հասկացությունները դնել իրար հետ ու համեմատել, ասենք դեղինը եւ սառն չես կարող իրար հետ համեմատել։ Դեղինը պիտի կանաչի հետ համեմատես, սառը տաքի։ Հիմա երբ Փաշինյանը ասում է, որ արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսելն է, որ հանգեցնում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարին, իհարկե ինքը իմանալով դիտավորյալ մանիպուլացնում է, ստում է, զազրախոսում է, որովհետև իրականությունը հետևյալն է։ Որ արդարացնեն գործողությունները, որոնք հաջորդելու են անդիմադիր դաշտի Բնականաբար, եւ ինչ որ մի փուլում նա արդեն սկսելու է ասել, որ այսպես կոչված խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է, որ այստեղ որոշակի ադրբեջանական անկլավներ կամ գետտոներ լինեն։ Բայց ձեր հարցի շատ կարևոր է հետևյալ դիտարկում անել, որ եթե օրինակ Ադրբեջանում խոսվում է արևմտյան ադրբեջանցիների, այսպես ասած, վերադարձի անհրաժեշտության մասին, ապա Հայաստանում նույն տրամաբանությամբ շատ ավելի ինտենսիվ պիտի խոսվի ադրբեջանահայ ավելի քան 500,000 փախստականների վերադարձի իրավունքի ապահովման, նրանց գույքային եւ նյութական վնասների փոխհատուցման մասին։ Սրանք են համեմատելի հասկացությունները։ Արցախցիները որևէ կերպ Հայաստանում բնակված ադրբեջանցիների հետ համեմատելի չեն, ընդ որում Ադրբեջանում 80-ական թվականների դրությամբ մինչև 88 թվականը ապրել է մինչև 500,000 հայ։ Նրանք բոլորը ապրել են քաղաքային պայմաններում, մեծ քաղաքներում եւ եղել են հիմնականում մտավորականներ, բժիշկներ, ոչ գյուղացիներ։ Հայաստանում 87 թվականի դրությամբ վերջին մարտահամարով ապրել է 165,000 ադրբեջանցի, դրանից շատ ադրբեջանցի չի ապրել։ Այսինքն 3 անգամից ավել պակաս, քան ադրբեջանահայությունը։ Եվ բացարձակ մեծամասնությունը եղել են գյուղաբնակ, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, համեմատելի են սրանք թե։ Եվ այն խոր ճգնաժամը, որ հիմա փաստորեն ձևավորվեց ընտրություններից հետո կամ արտահայտվեց ընտրություններից հետո, լուծումները միայն պայքարով է, կարծում եք, եւ ինչ է, այսպիսի կարծիքներ կան, որ հնարավոր է 5 տարի չպաշտոնավարի Փաշինյանը։ Ես դրա մեջ հույս ունեմ, որովհետեւ ես չեմ պատկերացնում 2031 թվականին Հայաստանից ինչ է մնալու, առավել կրճոնված, ցեցը կերած մի քարտեզ է հավանաբար կպցնելու իր կրծքին, ու շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կմնա։ Ինքը արդեն իր նախընտրական ծրագրում էլ իր քարոզարշավի ժամանակ էլ այդ խոստումը տվել է, որ այսպես կոչված անկլավների հարցը պիտի լուծվի, այսինքն Տիգրանաշենցիները, որտեղ ցավոք նաև Փաշինյանն են ընտրել, պատրաստվեն, իրենց շուտով բնակեցնելու են հարևան Պարուշ Սևակ համայնքում, որտեղ արդեն տներ են կառուցված, իրենք էլ գիտեն այդ մասին։ Եվ Հայաստանից դեպի Իրան միջպետական ավտոմայրուղին եւ Հայաստանի 3 մարզերի հետ հաղորդակցությունը, Արարատի մարզի մեծագույն մասիվ, Հայձձորի եւ Սյունիքի մարզերի հետ հաղորդակցությունը ուղղակի խաթարվելու է։ Մեզ այլընտրանքային ճանապարհ են առաջարկելու Վեդի, Ուրցաձոր, Ուրցալանջ, Լանջար ճանապարհը, որը ինչպես Գորիս Կապանին փոխարինող այս Տաթև լծեն ավտոճանապարհը խիստ ոչ ֆունկցիոնալ է, այսինքն եթե դու միջպետական ավտոճանապարհը ունես M2-ը, ինչի է դա փոխարինում անհասկանալի ավելի փոքր տարողունակությամբ ճանապարհով, ի վերջո քո տարածքն է, ինչու ես քո տարածքից հրաժարվում։ Իսկ պայքարը հետ է բերելու։ Հա, ես ուզում եմ տեսնել Գետ 1 արծվաշենցու, որը պատրաստ է գնալ եւ ամբողջապես ադրբեջանական շրջափակման ներքո ապրել։ Ուզում եմ լսել նաեւ Ալիևի այդ հայտարարությունը։ Որ նրանք պատրաստ են այո, որ արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Ալիևը ասում է Երևանն է ադրբեջանական, բայց պիտի ասի, որ արծվաշենը հայկական է։ Ալիևը մի քանի օր առաջ զավթված Արցախում էր իդեպ ընտրություններից հետո եւ ասաց, որ իրենք թշնամի հայերին երբևէ չեն ներելու իրենց կատարած հանցանքների համար։ Էս Ալիևի հետ ենք մենք գնում խաղաղության։ Եվ նաեւ մեղադրում էր երեք, որ մշակութային ժառանգությունն ենք մենք փաստորեն վնասել եւ պետք է վերականգնվի այդ ամեն ինչը։ Դե մեր եկեղեցու դեմ էլ շատ համակարգված Փաշինյանը, այս դեպքում արդեն ոչ թե Ալիև, այլ Փաշազադեն եկեղեցու գլխատման քաղաքականություն են փորձում տանել այդ Փաշազադե կոչեցյալը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ է եւ ոչ թե կրոնական գործիչ։ Երևանի եւ Էջմիածնի, ինչպես իրենք են ասում, ղազիաթներ է արդեն բացել, այստեղ 500 մզկիթ կառուցելու մասին են խոսում։ 500-ը չեն կառուցի, 50-ն էլ չեն կառուցի, բայց 1-2-ը սիմվոլիկ շատ հնարավոր է, որ սկսեն կառուցել ընդհանրապես հայերին տեղացի, այսինքն այդ բնակավայրերի բնակիչներին ճնշելու, հոգեբանորեն այդ ամենը պարտադրելու համար։ Եվ ցավալիորեն ամեն ինչ հենց այդպես էլ սկսվում է։ Օվերտոնի պատուհանը հենց այդպես է բացվում։ Սկսում ես նոր նորմալությանը սովորել, որից հետո արդեն
քո դիմադրություններ թուլանում է։ այո։ Եվ նաև ցավալի էր տեսնել, որ 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների ծնողները նաև քառօրյա պատերազմի ահազանգում էին, որ նրանց նկարները, որոնք փակցված էին քաղաքի տարբեր հատվածներում, փաստորեն մաքրվում է։ Ունեք բացատրություն այս ամեն ինչին։ Արվում է, որպեսզի անդադ չհիշվի, հա, պատերազմը, զոհերը, ինչ իմաստ ուներ Սիրելի Հերմինե, այսպես կոչված խաղաղության պայմանագրի 17 դրույթներից 16-րդը այդ մասին է, որ կողմերը պետք է դադարեցնեն իրենց տարածքում այսպես կոչված միջէթնիկ թշնամանքի հրահրումը միմյանց դեմ։ Ադրբեջանում դա ճիշտ հակառակ է մեկնաբանվում, այսինքն այնտեղ ոչ միայն դադարեցված չէ, այլև ավելի է ուռճացված։ Այնտեղ հիմա հակահայկական քարոզչությունը ավելի բարձր է։ Բնականաբար, այնտեղ ինչ որ գրված է, այդ ամենը միայն մեզ է վերաբերելու։ Եթե այդ փաստաթուղթը ունի երաշխավորներ, եթե այդ փաստաթղթի կատարման ընթացքի նկատմամբ որևէ մեկը վերահսկողություն չի ունենալու, ես ուզում եմ պատկերացնել օրինակ, խոսվում էր սպառազինությունների փոխադարձ հսկման մեխանիզմի մասին, չէ՞։ Ես ուզում եմ պատկերացնել մեր զինված ուժերի գլխավոր շտաբի այն ներկայացուցչի, ասենք պայմանականորեն մայորի կամ փոխգնդապետի, որ գնալու է Ադրբեջան եւ վերահսկի իրենց բանակը։ Ասենք Բաքվի զորամասերում կամ Նարդարանի զորամասերում մտնելու է տեսնի քանի տանկ կա, դիզվառելիքն է մի հատ ստուգելու, տեսնելու է ընդհանուր առմամբ զինվածությունը, սպառազինությունը։ Դուք այդպեսի բան պատկերացնում եք, բայց ցավոք սրտի հակառակ կողմից պատկերացնում ենք, որ Հայաստան պիտի գան ադրբեջանցի կամ թուրք հրահանգիչներ, որոնք պիտի վերահսկեն Հայաստանի Հանրապետության բանակի զինվածության աստիճանը, մեր սպառազինությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։